Պարոն Ասատրյան, Գոյ թատրոնի անձնակազմին հա 14 հոգու հրավիրել էին քննչական կոմիտե։ Մի փոքր ընթացակարգի մասին կներկայացնեք, թե ինչն էր պատճառը, որ հրավիրել են եւ հետագայում ինչ արժե սպասել։ Հիմա տեսեք, բազմաթիվ ասած ասեմ, էլի մեր Գոյ թատրոնի հետ կապված իրավական հարցերը բազմաթիվ ու բազմազան են, տարբեր մարմինների, հա, տիրույթում են։ Կոնկրետ քննչական մարմինների կողմից գործողությունները, ասած ասեմ, ակցիայի շրջանակներում, երբ որ թատրոն են մուտք գործել, այդ շրջանակում առանձին վարույթ կա նաև մեր կողմից ներկայացված արդեն որպես, հա, գլխավոր դատախազին որպես դիմում, որպեսզի իրավական գնահատական ենք էլի պահանջում ստանալու, այս տրամաբանությամբ նաև այդ ընթացակարգը կա։ Կոնկրետ այսօրվա հրավերը կապված էր Գոյ թատրոնի, հա, ներսում ակցիա իրականացնելու հետ կապված։ Ավել բան այս բանը չեմ կարող ուղղակի հայտնել, քանի որ գործընթացքի մեջ է եւ ըստ էության այս պահին որևէ բան հրապարակայնացնել իրավունք ուղղակի չունենք։ Եթե հաշվի առնենք փաստերը, հա, ըստ էս ինչ ընթացք կունենա գործը։ Տեսեք, փաստերը այնքան ակնհայտ ու պարզ է, հիմա տեսեք, իրականում նաև իմ վստահորդների հետ կապված եմ ուզում արձանագրենք, անընդհատ մենք փորձում ենք ինչ-որ բան ապացուցել։ Մինչդեռ բոլորին հայտնի է, որ օրենսդրությունը, սահմանադրությունը հստակ ինքը նախատեսել է, որ բոլոր պետական մարմինները բացառապես պետք է առաջնորդվեն օրենքով։ Հատկապես պետական մարմինների մասով եմ նշում, ինչի որտեղ քաղաքացիայի իրավական հարաբերության մեջ ցանկացած անձ իրեն ինչը որ օրենքով արգելված չի, այսինքն իրավունք ունի գործելու, կատարելու, բայց երբ որ խոսում ենք պետական մարմիններին, հստակ ամրագրվում է, որ բացառապես պետքա օրենքը պահեն, այսինքն այն ինչը որ ամրագրված է օրենքով, այդ լիազորությունների շրջանակում իրականացնել։ Մեր հարցը այնքան պարզ է, ուղղակի չգիտեմ ինչի ցես խճճվել ու դառել է կնճռոտ հարց, այն տրամաբանությամբ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է կայացրել, մենք գտել ենք, որ այդ որոշումը թե ընթացակարգային, հա, թե բովանդակային առումով եւ թե ընդհանրապես իրա որպես որոշում կայացվել է օրենքների խախտումներով եւ ըստ էության մեր անհամաձայնությունը հայտնելով դիմել ենք համապատասխան մարմին, դա դատական իշխանությունն է եւ վարչական դատարանում հարուցվել է գործ, որի տրամաբանության ներքո պետք է այս ընթացքում մարդիկ ուղղակի աշխատեին, ես որպես փաստաբան իմ գործառույթները իրականացնենք եւ ակնկալենք արդարադատություն, ակնկալում ենք նաեւ հիմա էլ արդարադատություն եւ ըստ էության զավեշտը կայանում է նրանում, երբ որ ես որպես փաստաբան, հա, իմ պրակտիկայից ելնելով, ասենք տարբեր պետական մարմինների հետ ինչ որ գործողություն ենք ունենում անելու, երբ որ դատական process է լինում, այսինքն հստակ նշում եմ, որ գործը դատարանում է, մենք գործ չունենք, բայց այս այն երևի նախադեպային իրավիճակներ, երբ որ գործը դատարանում էր, բայց օրենքի, հա, խախտումներով փորձեցին իրագործել Գոյ թատրոնի լուծարումը։ Եվ պարզից պարզ է, որ ըստ էության դատարանները դեռևս որևէ վճիռ կամ որոշում չեն կայացրել հիմնական հարցի հետ կապված եւ ընթացքում, հա, որպես ներկայացվում է նախարարության կողմից, Գաբրիել Սունդուկյան թատրոնի ղեկավարության կողմից, որ ըստ էության մենք լավ բան ենք ուզում անել, բայց փաստը մնում է փաստ, ուղղակի արձանագրենք, որ այսօր ստեղծագործող մարդիկ չկան, աշխատանքները չեն իրականացվում, փակ է, հանրային շահ է այստեղ, հա, հանդիսատեսի տեսանկյունից ոտնահարվում եւ նմանատիպ այլ իրավիճակներում, հա, փոխարենը սպասելու դատական ակտին եւ դրանից բխող գործողություններին մենք ականատես եղանք հակառակը, որ նույնիսկ ասած ասեմ փորձ է արվում միջամտություն, հա, դատական արդարադատությանը, որտեղ ըստ էության որպես հայցվոր հանդես չի եկել Սունդուկյանը, բայց որպես իրավահաջորդ ինքը արդեն հայցից հրաժարվում է։ Այսինքն ստացվում է հետեւյալը, որ այն կազմակերպությունը, այն իրավաբանական անձը, որը որ ներկայացրել է հայց, հա, դատարանին, իր փոխարեն մեկ այլ
իրավաբանական անձ այսօր ասում է, չէ, այս գործը այլևս պետք չի քննարկել։ Հակասությունները այնքան պարզ ու ակնհայտ են, որ երևի թե այստեղ արդեն մի տեսակ զավեշտի է էլի վերածվում։ Այսինքն մենք ինչ ձևով կարող ենք անձանց իրավունքները պաշտպանել, եթե ոչ համապատասխան մարմիններ դիմել են։ Հիմա տեսեք, մենք ունենք իրավիճակ, երբ որ դատական համակարգը դեռևս իր գնահատականը չի տվել, հա, այդ տարի ու կես համարյա տևող այդ process-ում, ավելին այդ process-ը ամեն կերպ փորձել են ինչ-որ խոչընդոտներ ստեղծել եւ երկրորդ հիմա համընթաց գործողություններ ա եղել, երբ որ մենք օրինակ մի հատ դրվագ ներկայացնեմ, որ ավելի պատկերավոր լինի, նայեք, երբ որ դեռևս 23 թվականի հոկտեմբեր ամսին դատարանը, վարչական դատարանի մասին է խոսքը, գործը վերահասցեագրեց ընդհանուր իրավասության դատարանի տիրույթ, այսինքն առարկայական ընդհատությունը, հա, որոշեց, որ դա վարչական դատարանի տիրույթում չի, ընդհանուր իրավասության դատարանը այդ գործը վարույթ չընդունեց, իսկ վարույթ ընդունելու որոշում չի եղել։ Մինչդեռ մենք ականատես եղանք, որ նախարարության եւ Սունդուկյան թատրոնի աշխատակազմի կողմից հապճեպորեն առանց սպասելու օրենքը միատեսակ իրենց կամայական ձևով մեկտաբանվեց, որ օրենքի կասեցումը վերացել է եւ դրանից բխող, հա, իրենք տարան պետական ռեգիստրում գրանցումը դադարեցրեցին։ Եվ հարց առաջ գալիս, ընդ որում մենք այդ պահին, երբ որ տեսեք, իրավունքի պաշտպանության մեխանիզմն եմ ասում, երբ որ ընդհանուր իրավասության դատարանը այդ գործը վարույթ ընդունել, այնտեղ այլ հետևանքներ կա եւ կա հայցի ապահովման ինստիտուտը, հա, մենք որպես արդեն կողմ, երբ որ դատարանը վարույթ ընդունել, կարող ենք հայցի ապահովման հետ կապված միջնորդություն բերել դատարանի քննությանը, այսինքն արգելան կիրառվել, որոշակի գործողություններ սահմանափակվել։ Մինչդեռ չկար, մենք բաց ունենք, չէ, այսինքն այդ ընթացքում որպես փաստաբան մեր գործիքակազմը միայն ներկայացնելն էր միջնորդությունը, բայց ներկայացնելու համար պետք է համապատասխան դատարան, այսինքն ես ում ներկայացնեմ, եթե այդ գործը վարույթ չի ընդունվել։ Այս տրամաբանությունից է բխում, որ դա վարչական դատարանի տիրույթում է այնքան ժամանակ, քանի դեռ այստեղ վարույթ չեն ընդունվել։ Ավելին, երբ որ խոսքը գնում էր առարկայական ընդհատության վեճի մասով, ընդհանուր իրավասության դատարանը վարույթ չընդունելով կատարեց մեկ այլ գործառույթ, որը օրենքով իրեն վերապահված է։ Դիմեց Վճռաբեկ դատարանի նախագահին, որպեսզի առարկայական ընդհատության վեճը լուծվի։ Եվ փաստացի Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից դեռևս հունվարի 19-ին կայացվեց որոշում, որ սա վարչական դատարանում պետք է շարունակվի քննվել։ Այսինքն վարչական դատարանի թեև կար վերահասցեագրելու մասին որոշում, բայց այդ վերահասցեագրման որոշումը դեռևս հիմք չէր, որպեսզի կասեցնեն մնացած գործողությունները իրենց իրավունք վերապահել, որպեսզի կատարեն։ Ստացվում է այնպես, որ այս դեպքում փոխարենը արդարադատությանը սպասելու անմիջապես գործողությունն է իրականացվում, որը արդեն իմ կողմից զուտ, հա, որպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ոչ միայն փաստաբան, հա, չէ՞ կամայական երանգներ է ստանում։ Այս ամբողջը հաշվի առնելով հիմա նաև ես ասեմ ձեզ, սա էլ է շատ կարևոր, երբ որ փորձում ես վստահորդի շահերը ներկայացնել, հա, հիմա իմ վստահորդները որոշակի ակցիաներ են, այդ թվում նաև նստացույցը ակցիաներ են իրագործում, ցավոք սրտի իրավական դաշտում ունենալով, հա, հարցի լուծման բանալին, մենք այսօր ականատես ենք լինում նման միջոցառումներին, ինչը իմ համար եւս անընդունելի է։ Ես իմ վստահորդների հետ հիմա քիչ առաջ եկանք քննչականից, զուտ այս տրամաբանությամբ մոտեցել եմ, նաև փորձում եմ իրենց իրավական խորհրդատվություն ապահովել, բայց ակցիայի տրամաբանությունը իմ համար այնքանով, որքանով որ ինքը մեր իրողությանն է առնչվում, ընդունելի է, որովհետև տեսեք, այդ բանալին գտնվելով արդարադատության համակարգում ոլորտում մենք չենք ստանում։ Այսինքն որպես փաստաբան ինձանից պահանջում են արդյունք, ինձանից պահանջում են տեղեկատվություն, ես որի հետ կապված անընդհատ ասում եմ, դե էս եղավ, այսինքն խախտում։
Այլ բան չի մնում, կան մարդիկ իրենց ձայնը այլ ձևով լսելի դարձնեն։ Ընդ որում ես միշտ ասում եմ, թեև ակցիաների հետ կապված իմ գաղափարը չի բնականաբար, բայց ամեն դեպքում, հա, դա եւս մի իրավունք է, որոնք մարդիկ փորձում են իրենց իրավունքները իրացնել։ Բա տեսականորեն ունենք այն ինչը ունենք, ուղղակի հիմա նայեք, կարող է հանրության մոտ էլ մի հատ տրամաբանական հարց առաջանա, սա էլ մի հատ կարճ ասեմ, օրինակ հանրությունը կարող առաջ քաշի, դե դատարանում կա, ոնց որ նախարարությունը միակողմանի մեկնաբանում է, իրավապահ մարմինների ձեռքում է կամ նախարարությունը դատարաններում է գործը, այո, իսկ ինչի հնարավոր չի միջանկյալ լուծում տալ, մարդիկ ստեղծագործել, սպասենք վերջնարդյունքի։ Որևէ մեկի ինչ իրավունք է խախտվում, եթե Գոյ թատրոնը իր նախկին կարգավիճակով շարունակի իր գործառույթը, եթե դատարանը կամ այլ պետական մարմիններ կորոշեն, որ այո, կառավարության որոշումը օրենքների խախտումով չի, ճիշտ է, իրավաբանորեն ամեն ինչը ճիշտ է, այդ դեպքում էլի այդ գործողությունը պետք է կատարվի։ Այսինքն սա մի հատ իրավիճակ է, երբ որ հիմա էլ կարելի է էլի լուծում տալ։ Եթե իրականում մեր նախարարության մյուս աշխատակիցների մոտ բարի կամքի դրսևորում են, հա, ցուցաբերում, որ մենք ուզում ենք ավելի լավ լինի, հիմա պարզ տրամաբանական հարց եմ առաջ քաշում։ Չենք կարող արդյոք միջանկյալ լուծել, որ մարդիկ աշխատեն, մինչև մենք այս իրավական մենք մեր գործով զբաղվենք իրավաբաններով, մարդիկ իրենց գործով զբաղվեն։